ես արդեն ակնարկեցի այսօրվա մեր եղբայրական նյութը, եղբայրներով որ պետք է միասին ներկայացնենք ես եւ Սամվել եղբայրը, ուրեմն եկեղեցու հափշտակության մասին է, եկեղեցու հափշտակության մասին է, արդիական թեմա է, բոլորին սա հետաքրքրում է, բոլորը ասենք սրա մասին մտածում են, խորհում են, լսում են եւ այլն, Աստված թող օրհնի։ Ուրեմն մինչև այս վերջի իրադարձությունները, մինչև մարտ ամիսը, ասենք որ այս համաճարակը դեռ չկար, ոչ մի տեղ արտակարգ իրավիճակ չկար, մի եղբայր այս ծևի արտահայտություններ անում, ասում էր աշխարհը ինձ է ապրում, ինձ անհոգ է, որ ընդհանրապես թվում է թե Աստված չկա, եւ եկեղեցիները ինձ է ապրում, որ ընդհանրապես չի սպասում, որ Տեր Հիսուսը պետք է երկրորդ անգամ գա, բայց Աստված մի թեթև բան արավ աշխարհի մեջ, մի հատ փոքր շարժ արավ եւ կարելի ասել բոլորին արթնացրեց, բոլորը արթնացան, իհարկե աշխարհը շփոթության մեջ է, խառնված է իրար, բայց եկեղեցին էլ արթնացել է եւ սպասում է իր փրկչի երկրորդ գալուստին։ Հարկ Տիրոջը այդ ամենի համար, որ եկեղեցում Տերը արթնացրեց։ Ուրեմն մի եղբայր հարցնում եմ, ասում են երբ է նեռը գալու։ Եղբայրն ասում է ես նեռը չեմ սպասում, ես Հիսուսին եմ սպասում։ Այո, սիրելի եղբայրներ, Աստված օրհնի։ Իհարկե հիմա համացանցով հազար ու մի լուրեր կա, հազար ու մի մեկնություններ կա, մարգարեություններ կա, Տերը թող օրհնի, որ մենք սուրբ գրքով առաջնորդվենք եւ մեր ակնկալիքը, սպասելիքը լինի մեր Փրկչի Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը։ Իհարկե ես ասեմ, որ մեր Տիրոջ երկրորդ գալուստը կայանալու է երկու փուլով։ Առաջին փուլը, որը կոչվում է հափշտակություն, այս ծավալ լինելու Տերը, որ երկինքից կա, ինքը չի իջնի երկրի վրա։ Ինքը օդի մեջ պետք է դիմավորի եկեղեցուն, որին Սուրբ Հոգին երկրի վրայից պետք է հափշտակի եւ ամպերով ընկոն օդի մեջ պետք է հանդիպեցնի իր փեսային Տեր Հիսուս Քրիստոսին։ Այդ մասին ես ուզում եմ ընթերցել Առաջին Թեսաղոնիկեցիս 4-րդ գլխի 15-16 խոսքերի մեջ։ Առաջին Թեսաղոնիկեցիս 4-րդ գլուխ 15-16 խոսքերը։ Որտեղ ինքը Տերը հրամանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծո փողով վայր կգա երկնքիցը եւ Քրիստոսով մեռելները առաջ հարություն կառնեն եւ հետո մենք որ կենթանի ենք մնացած նրանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու եւ այնպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կլինենք։ Ուրեմն իրար մխիթարեցեք այս խոսքերով։ Այստեղ բարձ ասում է, որ Տեր Հիսուսը օդի մեջ պետք է դիմավորի եկեղեցին, Սուրբ Հոգին եկեղեցին պետք է հափշտակի եւ պետք է հանդիպացնի Տեր Հիսուս Քրիստոսին օդի մեջ։ Եվ այդ հավիտյան պետք է մեր փրկչի հետ լինենք, փառք իրար։ Այս մասին սիրելի եղբայրներ կարելի ասել, երբ որ մենք Սուրբ Գիրքը ընթերցում ենք 5 դակարանը, մի նախատիպ կա, որ խորհրդապետը պատկերում է այս դրվագը, դա մեր Աբրահամի որդի Իսահակի ամուսնությունն է, Իսահակի եւ Ռեբեկայի ամուսնությունն է, որ Իսահակը ինքը չգնաց հարցի հետևից Ռեբեկայի հետևից, այլ Եղազարին ուղարկեց եւ ինքը դաշտում սպասում էր եւ Եղազարը Ռեբեկային տարավ հանդիպեցրեց Իսահակին եւ այդպես հանդիպեցին եւ ամուսնացան։ Իհարկե ժամանակի առումով ես հետևը չեմ ընթերցում, կարող եմ իշատակել, ովքեր ուզում են կարող են ընթերցել Ծննդոց 24-րդ գլխի 61-ից 67 խոսքերն, Ծննդոց 24-ի 61-ից 67 խոսքերը։ Իհարկե սա առաջին փուլն էր Տիրոջ երկրորդ գալուստյան, երկրորդ փուլը արդեն կլինի եկեղեցու հետ միասին մեծ նեղությունից հետո Տերը իր եկեղեցու հետ պետք է իջնի երկրի վրա եւ 1000 տարի թագավորի երկրի վրա։ Աստված թող օրհնի, Աստծո ողորմություն սիրել եղբայրներ։ Ուրեմն ամեն բանից առաջ ես ասեմ, որ եկեղեցու հափշտակությունը տեղի կունենա Տիրոջ բարկությունից առաջ։ Տիրոջ այն բարկությունը, որ պետք է թափվի երկրի վրա, ամբարիշտ աշխարհի վրա, սիրելի եղբայրներ, հափշտակությունը պետք է կայանա այդ բարկությունից առաջ։ Ինչի համար, որտեղ հափշտակել բառը հունարեն խարպազո բառն է, որը նշանակում է հանկարծակի վերև քաշել, վերև բարձրացնել։ Աստված թող օրհնի, այսինքն հենց նեղությունը ուզենա վրա տա, հենց ուզենա, ասենք երկրի վրա այդ ահավոր բաները սկսի, Տերը պետք է ինչ անի հանկարծակի իր եկեղեցին, իր ժողովուրդը վերև քաշի, վերև բարձրացնի, հափշտակի։ Բրավար Աստված թող օրհնի, սիրելի եղբայրներ, այդ ծևի մենք օրինակներ 5 դակարանից շատ ունենք, հիշենք Նոյին, Աստված Նոյին մտցրեց տապանի մեջ, նոր ջրեղեղ թափեց այս երկրի վրա։
եւ ամբողջ երկիրը ասել խորտակվեց չնեղավոր։ Երկրորդը Ղովտին Տերը Սոդոմ Գոմորից դուրս անեց, նոր կրակը թափեց Սոդոմ Գոմորի վրա։ Այսինքն սիրելի եղբայրներ, Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ այդ առաջի փուլում այդ հափշտակությունը որ պետք է կայանա, սիրելի եղբայրներ, Աստված իր բարկությունը չի պատրաստել, որ իր ժողովրդի վրա թափի։ Աստված սիրում է իր եկեղեցին եւ իր բարկության կրակը եկեղեցու համար չէ, այլ ամբարիշտ աշխարհի համար։ Ինչի համար, որտեղ եկեղեցին մեծ գնահատում է, Աստված գրված է այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ, որ ամեն ով որ նման հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Աստված մեծ գին է վճարել եկեղեցու համար, եկեղեցու փրկության համար, այդ գանձի համար, որ թաքնված է աշխարհի մեջ, եւ ինչպես իր բարկությունը պետք է թափի այդ եկեղեցու վրա։ Նորից եմ հիշեցնում, եկեղեցու ապշտակությունը կկայանա այդ բարկությունից առաջ։ Հենց որ պետք է նեղությունը վրա տա, Աստված կհափշտակի, կվերցնի եկեղեցին այդ միջավայրից, փառք իրան։ Այդ մասին համարներ ունենք վկայելով այդ մասին, ես ուզում եմ ընթերցել Առաջին Թեսաղոնիկեցիս առաջի գլխի 10 խոսքը, Առաջին Թեսաղոնիկեցիս առաջի գլխի 10 խոսքը։ Եվ սպասենք նրա որդուն երկնքիցը, որին հարություն տվավ մեռելների միջից Հիսուսին, որ փրկում է մեզ գալու բարկությունից։ Փառք իրան։ Ուրեմն սպասենք Տեր Հիսուս Քրիստոսին երկնքից, որի ճանով որ փրկում է մեզ գալու բարկությունից։ Առաջին Թեսաղոնիկեցիս 5-րդ գլխի 9 խոսքը, Առաջին Թեսաղոնիկեցիս 5:9, որովհետև Աստված մեզ չդրավ բարկության համար, այլ փրկություն ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով։ Աստված մեզ չի դրել բարկության համար, այլ փրկություն ստանալու համար։ Հայտնության 3-րդ գլխի 10 խոսքը, ուղերձը Ֆիլադելֆիայի եկեղեցու հրեշտակին է, գրված է Հայտնության 3:10, որովհետև իմ համբերության խոսքը պահեցի, ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամից, որ գալու է այս աշխարհի վրա, որ փորձե երկրի երեսի վրա բնակողների։ Փառք Տիրոջը, այսքան ասենք մենք վկայություններ ունենք, սիրելի եղբայրներ, որ Աստված իր եկեղեցին պետք է հափշտակի բարկությունից առաջ, որ պետք է թափի ամբարիշտ աշխարհի վրա։ Իսկ ինչ ձևա կայանալու, ինչ ձևա լինելու է հափշտակությունը, ես ուզում եմ ընթերցել Առաջին Թեսաղոնիկեցիս 4-րդ գլխի 12-ից 17 խոսքերը։ Առաջին Թեսաղոնիկեցիս 4-րդ գլխի 12-ից 17։ Չեմ կամենում եղբայր, որ տգետ լինեք ննջեցյալների նկատմամբ, որ չտրտնեք, ինչպես ուրիշները, որ հույս չունեն։ Որովհետև եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ եւ հարություն առավ, այնպես էլ Աստված ննջեցյալներին Հիսուսի ձեռով կբերե նրա հետ, որովհետև սա է ասում ձեզ Տիրոջ խոսքով է, թե մենք որ կենթանի մնացած ենք, մինչև Տիրոջ գալը ննջեցյալներից չենք առաջանալ, որովհետև ինքը Տերը հրամանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծո փողովը վայր կգա երկինքիցը եւ Քրիստոսով մեռելները առաջ հարություն կառնեն եւ հետո մենք որ կենթանի ենք մնացած նրանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կհափշտակենք Տիրոջը դիմավորելու եւ այսպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կլինենք։ Ուրեմն իրար մխիթարեցեք այս խոսքերով։ Սիրելի եղբայրներ, այստեղ Պողոս առաքյալը տեղեկացնում որ ասենք տգետ չլինեն մարդիկ, չիմացող չլինեն ննջեցյալների մասին, ինչպես որոշները որ հույս չունեն, ինչպես աշխարհիկները, անհավատները որ հույս չունեն։ Իրանց թվում է թե ֆիզիկական մահը ամեն բանի վերջն է, բայց ֆիզիկական մահը ամեն բանի վերջը չի։ Ֆիզիկական մահը այս ժամանակավորից դեպի հավիտենություն գնացող մի ասենք առանցք է, որի միջոցով մարդը անցնում է։ Եվ այստեղ ինքը ներկայացնում, որովհետև եթե հավատում են, որ Հիսուսը մեռավ եւ հարություն առավ, այնպես էլ Աստված Հիսուսի հետ ննջեցյալների պետք է ինչ անի, բերի հարություն տա։ Եվ սա ենք ասում Տիրոջ խոսքով, որ մենք որ հիմա կենթանի մնացած ենք, եթե Տիրոջ հափշտակությունը մեր օրերում լինի, մենք ասում եմ ննջեցյալներից առաջ չենք անցնի։ Սկզբից իրանք պետք է հարություն առնեն եւ հետո որ մենք կենթանի ենք, մենք պետք է մի կերպարանափոխվենք մի ակնթարթում, ակնթարթ, ասինքն աշկը բացել խփելու չափ, այդքան ժամանակում պետք է փոխվենք եւ միասին այդ ննջեցյալները որ հարություն ունենա, իրանց հետ միասին պետք է հափշտակվենք օթերից այն կողմ, օթի մեջ ներկրճին դիմավորելու միանալու իրան եւ այդպես հավիտյան իր հետ լինելու։ Հարկ իր Սուրբ Աման, Աստված թողորնի,
որովհետև այստեղ ասում են ննջեցյաններ, չի ասում որ մեռել են, կորել են, քնացել են։ Ննջած նշանակում է քնած, այսինքն այն բոլոր սուրբերը, որ Քրիստոսով, ասենք ֆիզիկական մահ են ճաշակել, ֆիզիկապես այս մարմնավոր իրենց երկրավոր կյանքը ավարտվել է, նրանք չեն կորել քնացել, նրանք քնած վիճակի մեջ են, երբ որ Աստծո փողը գերնչի եւ Տեր Հիսուսի երկնքից վայր գա իր եկեղեցին տանելու, նրանք պետք է ինչ անեն, արտանան քնից, պետք է հարություն առնեն եւ մենք էլ միանանք իրանց եւ ներփրկի դիմավորենք եւ հավիտյան իր հետ լինենք։ Այս մասին նաեւ խոսում է Պողոս առաքյալը առաջին Կորինթացիս 15-րդ գլխի 51-52 խոսքերում։ Առաջին Կորինթացիս 15-ի 51-52 խոսքերը։ Ահա մի խորհուրդ եմ ասում ձեզ, ոչ թե ամենքս կննջենք, այլ ամենքս կփոխվենք։ Հանկարծ մի ակնթարթում հետի փողի ժամանակին, որտեղ փողը կփչվի եւ մեռելները հարություն կառնեն անապականելի եւ մենք կփոխվենք։ Հարցիոջը։ Ահա մի խորհուրդ եմ ասում, խորհուրդ։ Ռուսերեն տայնա, այսինքն մինչև այդ ծածկված է եղել, մինչև այդ ոչ մեկ չի իմացել այդ մասին։ Պողոսը նոր բացահայտում անում, մի խորհուրդ ասում, որ ոչ թե ամենքը կննջեն, այլ ամենքը կփոխվեն։ Այսինքն ոչ մնացածներս, կենթանի մնացածներս պարտադիր չի, որ ֆիզիկական մահ ճաշակենք նոր երկրին գնանք։ Եթե Տիրոջ գալուստը մեր օրերում լինի, այս ժամանակում լինի, հետին փողի ժամանակին ասենք այն փողը, որ քիչ առաջ ես ընթերցեցի, որ Աստծո փողով Տեր Հիսուսը պետք է երկինքից վայր գա, այդ ժամանակ պետք է մեռելները հարություն առնեն, իսկ մենք պետք է ինչ անենք, փոխվենք։ Այստեղ որ Պողոս առաքյալը հիշեցնում է խորհրդի մասին, ասենք ուզում ասի դրանից առաջ ոչ մեկ այդ մասին չի խոսացել։ Այդ քարտիկը, այդ խորհուրդը ինքն է բացահայտում եւ սրանով նաեւ ակնարկում է մի բան, սիրելի եղբայրներ, քույրեր, որ ասենք Մատթեոս 24-րդ գլխի այն դեպքերը, որ Դանիել մարգարեից մեջ բերված է, Մատթեոս 24-րդ գլխի մեջ բացառապես վերաբերվում է հրեաներին, որտեղ ասում են նրանք, որ Հրեաստանում են, Աստված թողորն է, Աստծո օգնությունը լինի, սիրելի եղբայրներ, քույրեր։ Համար 17 խոսքի մեջ մենք հիշեցինք առաջին Թեսաղոնիկեցիս 4-ի 17-ում ասում է ուրեմն իրար մխիթարեցեք այս խոսքերով։ Այսինքն Տիրոջ երկրորդ գալուստի հափշտակության այդ մասը մխիթարությունն է, հույսը, ոչ թե մենք աղուսարսափի պետք է սպասենք, ոչ թե մենք պետք է վախենանք, թե ինչ է սպասում մեզ, ինչ պետք է լինի երկրի վրա, ինչ պետք է կատարվի մեր հետ, սիրելի եղբայրներ, քույրեր, այլ դա մխիթարության օր է, եւ դրա համար հույսի օր է, դրա համար ասում է իրար մխիթարեցեք այս խոսքերով։ Ինչպես Պետրոս առաքյալն էր իր թղթի մեջ հիշատակում է առաջին Պետրոս առաջի գլխի 3-րդ խոսքը, որ ասում է մեզ վերստին ծնեց դեպի կենթանի հույսը, փառք իրան։ Մենք այդ հույսով ենք ապրում այս երկրի վրա, այդ երանելի հույսը, այդ երջանիկ հույսը, ինչպես ես վերջերս այդ մասին շատ անգամներ ակնարկվել է եւ ասվել է առաջին Հովաննու 3-րդ գլխի 2-3 խոսքերը, որ սիրելիներ հիմա Աստծո որդիք ենք եւ տակավին հայտնված չի թե ինչ պետք է լինենք, բայց Աստված մի բան գիտենք, որ երբ որ նա կա, նրա նման կլինենք, որտեղ կտեսնենք նրան ինչպես որ է։ Եվ որ այս հույս ունի իրանում, իր անձը սուրբ է անում, ինչպես որ նա սուրբ է։ Այս երջանիկ հույսի է մեզ մղում, այս երջանիկ հույսը մխիթարություն է մեր Քրիստի երկրորդ գալուստը, այդ երանելի օրը, որ կոչվում է հափշտակություն, Աստված թողորնի, ոչ թե պետք է ասենք միմյանց վախացնենք, սարսափի մեջ գցենք, նեղություններ տանք, այլ ընդհակառակը Տիրոջ խոսքն ասում է, ուրեմն իրար ինչ արեք, մխիթարեցեք այս խոսքերով։ Դրա համար Տերը թողորնի, այնքան բաներ կա համացանցում եւ այլն, որ լսում են, որ մարդկանց ուղակի աղոթողի մեջ են գցում։ Դրա համար Աստված թողորություն անի, որ այդ ամեն ինչից մենք հրաժարվենք եւ իմանանք, որ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է իրար մխիթարեցեք եւ ինչ արեք, այդ երջանիկ հույսով մենք ապրենք, որովհետեւ եթե եկեղեցին պետք է անցներ այդ բարգության միջով, Աստծո բարգության միջով, նախ չի անցնում, երկրորդ եթե անցներ, էլ ինչ իմաստուն է հափշտակությունը, էլ հափշտակության իմաստը որն է, եթե պետք է բոլոր նեղությունը այդ Աստծո բարգության այդ կրակը պետք է թափեր նաեւ եկեղեցու վրա, էլ ինչ իմաստուն է հափշտակությունը։ Բառ թող Տերը օգնի, Աստծո ողորմությունը լինի։ Եվ այդ մասին նաեւ մենք հիշում ենք, ընթերցում ենք Առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ գլխի 1-ից 11 խոսքերի մեջ։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5-ի 1-ից 11-ը 4-րդ գլուխը ավարտվում է եւ 5-րդ գլխի 1-ից 11 խոսքերի մեջ
Պողոս Արաքյալը շարունակում է հափշտակության թեման։ Այսօր ժամերի եւ ժամանակների համար եղբայր պետք չունենք ձեզ գրել։ Ինձ շատ-շատերին հետաքրքրում է, բայց երբ է լինելու, ժամանակն են հարցնում։ Նույնիսկ վերջերս այդ մասին հիշվեց, որ ասենք հիշեցնում էր եղբայրներից մեկը, որ 5 տակարանում Իսրայելի ցեղերից մեկը կար, որ ժամանակների գիտություն ուներ։ Ինքը որոշում էր, ինքը գիտեր, ասենք, որ ժամանակ Իսրայելը ինչով պետք է զբաղվի։ Դա Իսաքարի ցեղն էր, որ երբ որ ինչ-որ ուզում էին հարցնեին, Իսրայելի համար իրենց խորհուրդ էին հարցնում։ Երբ որ Եփրեմի եւ Մանասեի ցեղը ուզում էին Դավիթին թագավորել, իրանք նաեւ Իսաքարի որդքանց հարցրին եւ Իսաքարի որդիք ինչ արեցին, համաձայնեցին։ Այսինքն իրանք ժամանակների գիտություն ունեին։ Բայց այստեղ Տեր Հիսուսը մեզ ասում է, այս ժամերի եւ ժամանակների համար պետք չունի որ դուք իմանաք, ինչի համար պետք չունի որ իմանաք։ Ենթադրենք լավ, հիմա իմացել ենք այսօր այդ ժամանակն է, մեզ ինչ է տալիս։ Անկախ ժամանակից, անկախ դա որ օրը կլինի, երբ կլինի, կարևորը ոչ թե ժամանակի իմացությունն է, այլ կարևորը մեր պատրաստ լինելն է։ Ինչպես քիչ առաջ Պավել եղբայրն էլ այդ մասին ասեց, որ Դավիթն ասում է, իմ սիրտը պատրաստ է, ով Տեր, իմ սիրտը պատրաստ է, արդյոք մեր սիրտը պատրաստ է, արդյոք մենք կարողանում ենք Հովհաննեսի նման հայտության վերջում որ ասում է ամեն եկուր Տեր Հիսուս, այդ կարևորը մեր սրտի պատրաստությունն է։ Եվ այստեղ ինքը շարունակում է Պողոս Արաքյալը ասելով, այս այն ժամերի եւ ժամանակների համար եղբայր պետք չունենք ձեզ գրել, որտեղ դուք ինքներդ հաստատ գիտեք, թե Տիրոջ օրը ինչպես գիշերվա կող այնպես կհասնի։ Վասնզի, երբ որ ասեն թե խաղաղություն եւ ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի կհասնի նրանց վրա կորուստը, ինչպես ցավը հղեի վրա, եւ նրանք չեն բրծնի։ Իսկ դուք եղբայր, խավարումը չեք, որ այն օրը գողի պես ձեզ վրա հասնի։ Դուք ամենքդ լույսի որդի եք եւ ցերեկի որդի եք, գիշերինը չեք եւ ոչ խավարինը, ապա ուրեմն չքնենք ուրիշների պես, բայց արթուն եւ զարթուն լինենք։ Այսինքն զարթուն զգաստ լինենք, որովհետեւ նրանք որ քնում են, գիշերն են քնում, եւ նրանք որ արթում են, գիշերն են արթում։ Իսկ մենք ցերեկին էլ լինելով արթուն լինենք, հագած հավատքի եւ սերի զրահը եւ փրկության հույսի սաղավարտը, որտեղ Աստված մեզ չտրավ բարկության համար, այլ փրկությունը ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծերովը, որ մեզ համար մեռավ, որ թե արթուն լինենք եւ թե քնենք, նրա հետ մեկտեղ ապրենք։ Սրա համար իրար մխիթարեցեք եւ իրար շինություն տվեք, ինչպես անում եք։ Այստեղ հստակ Պողոս Արաքյալը ներկայացնում է, որ Տիրոջ օրվա եւ ժամի մասին պետք չի իմանալ, որտեղ այն գիշերվա կողի նման պետք է գա եւ երբ որ կասեն խաղաղություն եւ ապահովություն է, այն ժամանակ կա ինչը, վերջը։ Այսինքն իրանց կթվա թե արդեն խաղաղություն է, ապահովություն է, հանգիստ կլինեն, բայց ցենց ժամանակ կհասնի իրանց վրա վերջը, կորուստը եւ իրանք չեն բրծնի։ Բայց այստեղ զգուշացնում է, սա չի վերաբերվում Աստծո զավակներին, սա չի վերաբերվում եկեղեցուն։ Գիշերվա գողի նման եկեղեցու համար չպիտի կա, գիշերվա գողի նման աշխարհի համար պետք է կա, որ չեն էլ սպասում այդ ծևի բանին, որ չեն էլ մտածում այդ ծևի բան, այլ ընդհանրակը իրենք լսել են սատանայի այդ հնարածությունը այլմոլորակայինների գաղափարը եւ եթե եկեղեցին ապշտակվի երկրներից սատանան այդ ժամանակ այդ այլմոլորակայինների գաղափարը առաջ կբերի կասի տեսակ այդքան ասում ենք այլմոլորակայիններ կա եկան տանան դրանից հետո էլ որպեսզի խափանի ու չթողի որ մարդիկ հավատան Աստծուն դրա համար սիրելի եղբայրներ այստեղ ասում են իսկ դուք եղբայր խավարումը չեք որ այն գողս այն օրը գողի նման ցեզ վրա ասնի դուք ամենքդ լույսի որդիք եք եւ ցերեկի որդիք եք եւ ոչ թե խավարինը Հարկ Տիրոջը դրա համար, սիրելի Աստծո զավակ, սիրելի եղբայր եւ քույր, սիրելի վերստին ծնված իմ քույր իմ եղբայր, գիշերվա գողի նման աշխարհի համար պետք է գա։ Իսկ մենք ամեն օր ինչ ենք անում։ Այդ երջանիկ հույսով ապրում ենք։ Մենք ամեն օր սպասում ենք այդ օրվան։ Դրա համար ասում, բայց այլ ժամերի եւ ժամանակների համար եղբայր պետք չի ցես, ինչ արել գրել։ Ինչի համար, պետք է մենք ոչ թե պետք է ժամանակ ունենք, թե ինքը երբ պետք է գա, ամեն օր պետք է սպասենք։ Մի անգամ եւս այդ հատվածը ուզում եմ ընթերցել, հաստատվելու, իրար մխիթարելու եւ իրար շինություն տալու համար։ Իսկ դուք եղբայր խավարումը չեք, որ այն օրը գողի պես ցեզ վրա հասնի։ Դուք ամենքդ լույսի որդիք եք եւ ցերեկի որդիք, գիշերինը չեք եւ ոչ խավարինը, ապա ուրեմն չքնենք ուրիշների պես, բայց արթուն եւ զարթուն լինենք,
որովհետև նրանք որ քնում են գիշերն են քնում, եւ նրանք որ արթուն են գիշերն են արթուն, իսկ մենք ցերեկին լինելով արթուն լինենք, հակած հավատքի եւ սերի զրահը եւ փրկության հույսի սարովարտը, որտեղ ասված մեզ չդրավ բարկության համար, այլ փրկությունը ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծերով, որ մեզ համար մեռավ, որ թե արթուն լինենք եւ թե քնենք, նրա հետ մեկտեղ ապրենք, սրա համար իրար մխիթարեցեք եւ իրար շինություն տվեք, ինչպես անում ելեք։ Աստված թողորվի, Աստծո ողորմությունը լինի, որ իրոք այս ամենը շինության համար լինի եւ ոչ թե վախենանք այդ օրից, հնարավոր է մեկը կասկածում է, մեկը անհավատության մեջ է, ինչ-որ մի լուր արսել, ինքը պակասել է, ինքը իրան տկար է տեսնում, թույլ է տեսնում, ընկած է տեսնում, Աստված թող ողորմություն անի։ Հիսուս Քրիստոսը իր արյան գնել է քեզ, Հիսուս Քրիստոսը արյունաթափելու համար, Աստված ամենաթանկ գինն է վճարել քո փրկության համար եւ չի փրկagնել քեզ հիմա, որ հետո քեզ այս աշխարհը գցի այդ բարկության այդ գավաթները որ պետք է թափվեն նրա մեջ, Աստված քեզ փրկել է, մեկը միշտ հավիտյանս հավիտենից որ իրանը լինես, դրա համար Աստված թող ողորմություն անի, եթե մտքեր են գալիս, կասկածներ են գալիս, խնդրի Տիրոջը որ Տերը վերցնի այդ ամենը եւ քեզ հավատքով լցնի եւ քո հայացքը ուղղի Տիրոջը, որ ոչ թե քո արժանինքներն է, այլ նրա մեծ ողորմությունն է, որ ինքը մեզ փրկել է եւ պետք է այդ ծևել տանի իր մոտ հավիտյան իր հետ լինելու։ Դրա համար ես ուզում եմ ընթերցել Մատթեոս 25-րդ գլուխը, կույսերի առակը, որ դարձյալ մեզ մղում է արթնության սիրելի եղբայրներ։ Մատթեոս 25-ից 13 խոսքերը։ Այն ժամանակ կնմանի երկնքի արքայությունը 10 կույսերի, որ իրենց լապտերները վեր առան եւ դուրս եկան Փեսային դիմավորելու։ Նրանցից 5-ը իմաստուն էին եւ 5-ը հիմար, այլ հիմարները վեր առան իրենց լապտերները, բայց ցետ վեր չառան իրենց հետ, սակայն իմաստունները իրենց ամաներում ցետ վեր առան իրենց լապտերների հետ մեկտեղ։ Եվ երբ որ Փեսան ուշացավ, ամենքը թմրեցան եւ քնեցին, եւ կես գիշերին աղաղակ եղավ, ահա Փեսան գալիս է, դուրս եկեք նրան դիմավորելու։ Այս ժամանակ ամեն կույսերը վեր կացան եւ իրենց լապտերները պատրաստեցին, բայց հիմարներն ասացին իմաստուններին. տվեք մեզ ձեր յուղիցը, որտեղ մեր լապտերները հանգչում են։ Իմաստուններն էլ պատասխանեցին եւ ասացին. միգուցե մեզ եւ ձեզ բավական չլինի, բայց ավելի լավ գնացեք ծախողների մոտ եւ գնացեք ձեզ համար։ Եվ երբ որ նրանք գնացին գնելու, Փեսան եկավ եւ խնդրում եմ ուշադիր եղեք, պատրաստները նրա հետ մտան հարսանիքը եւ դուռը փակվեցավ։ Ով մտավ հարսանիքը? Պատրաստները։ Դավիթ ինչ էր ասում, իմ սիրտը պատրաստ է ով Աստված։ Մենք հիմա ինչի վրա պետք է շատ ուշադրություն դարձնենք ժամանակի վրա, թե պատրաստ լինելու վրա։ Աստված ողորմություն անի։ Եվ հետո այդ մյուս կույսերն եկան եւ ասեցին. Տեր, Տեր, բաց մեզ։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, ես չեմ ճանաչում ձեզ, արթուն կացեք, որտեղ չգիտեք ոչ օրը եւ ոչ ժամը, որ նրանում մարդի որդին կգա։ Չգիտեք ոչ օրը եւ ոչ ժամը, որ նրանում մարդի որդին կգա։ Ինչ ասում, արթուն կացեք։ Թողերը օգնի, Աստծո ողորմությունը լինի։ Այստեղ իմաստուն կույսերն ու հիմար կույսերը իրարից ինչով են տարբերվում։ Սիրելի եղբայրներ, իմաստուն կույսերի համար ամենաարժեքավոր, ամենակարևոր բանը պատրաստվել Փեսային դիմավորելու։ Իսկ հիմարների համար, հիմարները իրենց սովորական կյանքով ապրում էին ու մտածում էին ինչ կլինի բոլորի հետ թող մեզ դեր լինի։ Այսինքն իրենց համար ամենաարժեքավորը, առաջնայինը, կարևորը պատրաստվելը չէր Փեսային դիմավորելու։ Դրա համար երբ որ ասենք ասին Փեսան գալիս է եւ հիմարների լապտերները հանգչում էին, որովհետև իրանց պատրաստված չէր, իրենց ներսը անվարված չէր երկինքի հացով, իրանք չունեին իրանց ներսում այդ երկինքի օրհնությունն ու կյանքը, իրանք երբ որ եկան իմաստուններին ասին տվեք մեզ ձեր յուղիցը, իրանք ասին հնարավոր է մեզ ու ձեզ բավական չլինի, սա ինչի մասին է խոսում սիրելի եղբայրներ, այն կյանքը աստվածային, որ Աստված բերել է մեր մեջ, մարդը մարդուն չի կարող փոխանցել, երկինքի կյանքը, Աստծո կյանքի գրողը եւ փոխանցողը միայն Սուրբ Հոգին է։ Այն ինչ որ մենք ունենք հիմա այդ մերն է։ Այն ինչ որ դու ունես այդ ակունը, դրանով պետք է Փեսային դիմավորես։ Այլապես մարդը մարդուն դա չի կարող փոխանցել։ Համար Տերը մեզ մղում էր արթնության, ասում էր արթուն կացեք, որ չգիտեք ոչ օրը, ոչ ժամը, որ նրանում մարդի որդին կգա։ Հետաքրքիր է, չէ՞, հիմարները գալիս են դուրս ցեցում են, ասում են բաց, Տերն ասում է ես ես չեմ ճանաչում։ Ինչի համար։
որովհետև ինչպես հայտության 3:20-ում է գրված, ժամանակին Տերն է իրանց սրտի դուռը թագել, իրանք չեն բացել։ Իրանք իրանց կյանքում, իրանք են թակում, Տերը չի բացում։ Աստված թողորնի, սիրելի անմահոկի, եթե դու էլ լսում ես մեր պաշտոնյաները, եթե դու էլ ես ուզում մասնակից լինել այդ երանելի, այդ երջանիկ օրվանը, այսօր Տեր Հիսուս Քրիստոսը քո սրտի դուռը թակում է, բաց արա այն, որպեսզի ինքը գա քո մեջ եւ այդ երկնային յուղը լցնի քո մեջ, երկնային կյանքը բերի քո մեջ, որ այդ երջանիկ օրվանը, այդ երանելի օրվանը դու ապշտակությանը մասնակցես։ Ես ինչպես սկզբում ասացի, ինչ է նշանակում ապշտակություն, վերև անել, վերև բարձրացնել։ Մենք որ նորերի ենք մասնակցում, նորահոգի ենք, ես հիշում եմ եղբայրները այդ ծևի օրինակ էին բերում, ասում են, երբ որ մագնիսը իջեցնում ենք հողի վրա, ինչ է վերցնում, փայտը կվերցնի, չի վերցնի, ասենք ցելոֆան կվերցնի, չի վերցնի, ասենք ուրիշ բան կվերցնի, ասենք որ մետաղյա չէ, իհարկե չէ, բայց երկաթը, մետաղյա իրերը ինչ կանի, ինքը կվերցնի։ Հիմա Սուրբ Հոգին որ պետք է հափշտակի եկեղեցին, այն մարդկանց պետք է հափշտակի, ու մեջ կա այդ կյանքը, նրանց է քաշելու վերև, ու մեջ այդ կյանքը չկա, ինքը չի բարձրանալու։ Դրա համար այսօր այդ կյանքի մասին էլ է քարոզում, որ դու ընդունես այդ կյանքը, որ դու ես մասնակից լինես այդ երջանիկ օրվանը։ Ինչ է նշանակում արթուն լինել, սիրելի եղբայրներ գրել, արթուն լինել նշանակում է մնալ Տիրոջ մեջ, եւ Տերն է մեր մեջ։ Եվ դրա համար ես ուզում եի վերջի համարն ընթերցել եւ կավարտեի ոսկից հետո երկեն հետո Սամվել եղբայրը կշարունակի արթուն լինել նշանակում է մնալ Տիրոջ մեջ եւ Տերն է մեր մեջ։ Առաջի Հովանու 2-րդ գլխի 28 խոսքն է ուզում ընթերցել, առաջի Հովանու 2-րդ գլխի 28 խոսքը։ Եվ հիմա որդյակներ, կացեք նրանում, որ երբ որ նա հայտնվի, համարձակություն ունենանք եւ չամաչենք նրանից նրա կալուստի ժամանակում։ Աստված թողնի, մանք իր մեջ, իր հայտության օրը ոչ թե գլուխներս կախին կամաչենք, այլ համարձակություն ունենանք իրան ասելու, ինչպես է սկզբից շացրեցի, ամեն եկուր Տեր Հիսուս, թող Տերը օրհնի, ինքը բարձրանա, ինքը փառավորվի հավիտյանս հավիտենից։